իրավունք չունեք։ Ձեր ձայնը բարձրացնել։ Դատավորին անինքնասեր եւ իշխանության հանցագործությունները թաքցնող գործակալ անվանելու համար Վարդգես Գասպարին այսօր տուգանվեց 450,000 դրամով։ Շենգավիթի դատարանն ակտիվիստին ամբողջությամբ մեղավոր ճանաչեց առաջադրված հոդվածով։ Ի նշան բողոքի Գասպարին եւ նրա 3 պաշտպանները չէին ներկայացել դատավճռի հրապարակմանը։ Մեր այցելության ընթացքում ակտիվիստն իր արհեստանոցում էր, ինչպես ինքն ասաց, շատ ավելի կարևոր գործի վրա։ Սա IGBT-ին մի հատ մոդուլ է, որը խփել է, էս ակնհայտ երևում է թերությունը, հայերեն ասում են յավնի։ Հիմա սա դատավճռից կարևոր էր։ Սա իմ ամենօրյա աշխատանքն է, բայ իհարկե։ Գայի լսեի ինչ պիտի անեի։ Ամենաթողությունը ինչ ուզում են անում են, մնում է այնտեղ, որ ընդամենը մենք լինենք ավելի շատ խոնարհուհեզ կամ լինենք նվազ խոնարհուհեզ։ Այդքան բան։ Ակտիվիստի փաստաբանները բողոքարկելու են վճիռը, պնդում են 2 տարի շարունակվող դատավարությունն ընթացավ կոպիտ խախտումներով։ Դատարանը ապացույցների հետազոտման փուլն ավարտեց մոտ 10 րոպեում առանց պաշտպանական կողմի, թեև ավելի վաղ Գասպարիի ներկայությունն ապահովելու համար նրան 7 օրով կալանավորել էր։ Դատաքննության ավարտին նիստը նախագահող դատավորը կիսատ էր թողել պաշտպանական կողմի ճառը։ Գասպարին զրկվել էր վերջին խոսքի իրավունքից։ Դատավորին ասել եմ բոլոր իմ ասածներից նորից կրկնում եմ, պնդում եմ, չեմ հրաժարվում։ Դա ուղիղ բան է, ուղիղ դիրքորոշում է առ այն, որ քաղաքացին եթե բարձրաձայնի մարտի 1-ի սպանությունների մասին, նա կպատրաստվի։ Դատավոր Նելի Բաղդասարյանն այսօր նաև դատախազի պահանջածից ավելի խիստ պատիժ նշանակեց։ Վերջինս միջնորդել էր 400,000 դրամով տուգանել Գասպարիին։ Նիստերի ընթացքին հետևող իրավապաշտպան Միքայել Դանիելյանի համար մեղադրական վճիռը սպասելի էր։ Մտնենք ցանկացած դատարան, մենք տեսնենք նույն բաները։ Բայց Գասպարին կարողանում էր իրան պաշտպանել առանց էլ շատ լավ եւ դա մեր դատարաններին հանում է հունից։ Սրանք սովոր չեն դեպի վերաբերմունքին, բայց շատ ճիշտ վերաբերմունք է։ Անօրինականությունների դեմ պարբերաբար բողոքի իր յուրահատուկ եղանակով գետնին պառկելով հայտնի Վարդգես Գասպարին ասում է, դրամական պատիժն իրեն չի լռեցնի, վերաքննիչ դատարանից բացի վճիռը նաև այլ կերպ է ցանկանում բողոքարկել։ Ես եթե չգիտեմ, համարձակությունս ների, ուրեմն գվազեմ Սերժ Սարգսյանի մեքենայի վրա ու բռունցքներով կփորձեմ հարվածել ու կփորձեմ ցույց տալ, որ ես ուրեմն չեմ ենթարկվում իր կամայականության։